Պարը հոգու լեզու է համարվում, որի յուրաքանչյուր շարժում ասելիք ու բովանդակություն ունի։ Բարձր տեխնիկան և զգացմունքայնությունը պարը վերածում են արվեստի, պարողին արվեստի արժանի գրողի։ Հենց այսպես Նանե պարային համույթի սաները գեղարվեստական ղեկավար և պարուսույց Նանե Հարությունյանի հեղինակային բեմադրությամբ Գյումրիի թատրոնի բեմից ազդարարեցին իրենց համույթի 10-ամյակին նվիրված համերգային ծրագրի մեկնարկը։ Պարային բեմադրությունները թատրոնի դահլիճը լցրեցին ջերմ ու ժպտուն տրամադրությամբ։ Պարարվեստում 10 տարի ճանապարհ անցնելը հեշտ չէ։ Մեծ հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է արտիստիզմ, ռիթմի նուրբ զգացողություն, ֆիզիկական պատրաստվածություն, անսպառ աշխատասիրություն, համառություն ու համբերություն։ Հենց այս որակներն են կրում մեծ ու փոքր 130 նանեները։ Ավելի շատ հույզեր կան, ավելի շատ էմոցիաներ եւ տարբեր այլ բաներ։ Կա շատ բաներ, որոնք նոր ենք մենք սովորել եւ նոր ենք բեմադրելու, դրա համար շատ լարված ենք։ Ես այստեղ շատ բաներ եմ սովորել։ Ինգերնանեին ես ուրիշ բարդեղ հաստատ չեմ գնա, ինգերնանեին չեմ թողնի։ Մեր ուսուցիչը միայն ուսուցիչ է, այլավ օրինակ է, թե մենք ինչպես պետք է մեզ դրսևորենք եւ մեզ տալիս է սեր, այդ պատճառով մենք ընտրել ենք մեր համույթը պարային։ Պարը ինձ համար ապրելակերպ է։ Ես առանց իմ սաների, առանց մի օր իմ ստուդիա գնալու չեմ կարող ուղակի, ինձ համար իմ սաները ոչ միայն ուղակի սաներ են, ամեն մեկ ինձ համար մի գանձ է, այսպես ասեմ, ամեն մեկը ինձ համար շատ կարևոր տեղ ունեն իմ սրտում։ Ժամանակակից ու ռիթմիկ բեմադրություններից մինչև դասական, հիփ-հոփ եւ տարբեր ժողովուրդների մշակույթ ու միջավայր ներկայացնող պարեր են պարում, ամենքն իր տրամադրությամբ ու ասելիքով։ Ստեղծագործական ձեռագրի ու ոճի շնորհիվ է, որ Նանե պարային համույթն արժանի եւ մրցունակ տեղն ունի քաղաքի պարարվեստում։ Նվիրումն ու ստեղծագործական որոնումներն են, որ Նանեին դարձրել են ինքնատիպ եւ ճանաչված։ Իհարկե դարաշրջանում շարունակել արվեստը ճիշտ կոչել եւ ճաշակ սովորել եւ ճաշակ սովորեցնել, դարձնել արվեստասեր, դարձնել արվեստագետ, նույնպես կարծում եմ, որ յուրաքանչյուր պարուսույց չի կարողանա անել։ Կեցե մեր ընկերնանեն, կեցեն մեր նանեները։ Տեսնում ենք, թե ինչքան երեխեք իրոք հավաքվել են ու հավատացել են Նանեին, գնում են իր հետևից եւ դա խոսում է բնականաբար միայն Նանեի ճկունության մասին, որտեղ այս դեպքում ոչ միայն պարն է, այլ նաեւ ես չեմ վախենա այդ բառը ասելուց, մանկավարժի հոգեբանությունը, երբ դու իրոք երեխաներին կարողանում ես շատ փոքր տարիքից մինչեւ դեռահաս համախմբել մեկ տեղում։ Այս դեպքում Գյումրու հարթակում։ Համերգային երեկոն հարուստ էր նաև պրեմիերաներով։ Նանեի կրտսեր սաներից շատերի համար սա առաջին ելույթն էր մեծ բեմում։ Համույթը հանդես եկավ նաև պար կոչով նվիրված առանց ծնողական խնամքի մնացած եւ մանկատներում ապրող երեխաներին, ուշադրություն հրավիրելով նրանց նկատմամբ հավասար վերաբերմունքի, հոգատարության եւ սիրո կարեւորության վրա։ Արվեստը կարող է միավորել ու փոփոխության հիմք դառնալ։ Հոբելյանական համերգի հասույթի մի մասը կուղվի մանկատներից մեկին։ Շատ անգամներ Նանեն առանձնազրույցներ է ունենում սաների հետ, բացի բարի դասերից, առանձնազրույցներ կյանքի վերաբերյալ, տարբեր արժեքների վերաբերյալ, որպեսզի կարելի է ասել այս փառքի ճանապարհին չկորցնեն իրենց իրական մարդ տեսակը, ու կարողանան այս արժե համակարգում ձևավորվել որպես լավ մարդ, հետո նոր որպես լավ պարուհիներ։ Ամենակարևոր խորհուրդը իմ կողմից, որ պարը իրենց տալիս է հույզեր, սեր, պայքար, ինչու ոչ նաև հիասթափություն, բայց միևնույն ժամանակ ուժեղ լինել եւ պայքարել մինչեւ վերջ հասնել իրենց նպատակներին, ոչ միայն պարարվեստի ոլորտում, նաև իրենց կյանքի ընթացքում։ 3-ից 18 տարեկան նանեները փայլել են հեղինակավոր բեմերում, մասնակցել են հայաստանյան մրցույթների ու փառատոների, ինչպես նաև միջազգային պարային ստուգատեսներին պատվով ներկայացրել են իրենց քաղաքն ու հայկական պարարվեստը։ Առաջիկայում համերգային շրջագայություններով հանդես կգան Բուլղարիայում եւ Իտալիայում։ Հասմիկ Թոմասյան, Արարած Ատուրյան, Հորիզոն։